Բարև, ժողովուրդ, դուք եք կարդացել Հայաստանի Հանրապետության վարչապետի գրառումը։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, այս այն եզակի դեպքերից է, որ դժվարությամբ ես ունեցածդ ապրումները, միտքը ու զգացողությունը ենթագիտակցությունից բերում գիտակցություն մի կերպ, ինքան խորնա, որ կարողանաս խոսաս, կարողանաս այդ միտքը ձևակերպես ու ինքդ էլ հասկանաս առհասարակ մերոնցից, մեր հայրից, ով ինչ է ուզում, ինչի է ձգտում, էս էլ ենք անցկացնելու, էս էլ ենք նայելու, գրառում անենք, որոշ ծակ վերլուծաբաններ դուրս գան, այն ծակ վերլուծաբանները, ովքեր մեր դեմ էին հաչում, փիլիսոփա են, խոսան, այսօր մտքեր, բան, դիտումներ ունենան, անցնեն առաջ, են մյուսը գրառումն անի, տարատեսակ գրառումներ, անդրադարձ, անցավ գնաց վերջ, մեկ էլ ամիսը մեկ կհիշեն այդ ինչ-որ մի դրվագ, մի բառ, կդնեն, հումոր կանեն, արհեստական բանականությամբ մի քանի հատ նկար կսարքեն, հի-հի, սմայլիկներով անցավ գնաց, առանց խորանալու ու գիտակցելու ինչ մեծ աղետի առաջ ենք կանգնած, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնողը այն աստիճանի է իջել, այն աստիճանի չնայած ցածրել կար, բայց մակարդակ արդեն բաց է այդ ցուցադրումը, որ մարդ չել կարում կրկնի դրա գրածը։ Ես չգիտեմ ումից ինչ պահանջես արդեն, մեր անելիքն է, ես չգիտեմ, ուզում ես մի բան անես այս ամենի դեմ, ինչքան պոռնկածին վիժվածք կա, կամ նկար կդնի մեզանից մի բան կգրի, կամ ինչ-որ վիդեո կանի ավել պակաս կհաչա, լրիվ զրպարտանք ու շարբազությամբ ու սենց, լավ մենք մի կողմ, այն մյուսն է փորձում մի բան անի, դրա վրա են հարձակվում, ու նստած ենք, ունենք այն ինչ ունենք, սա արդյունքն է նմանատիպ իրական պայքարին դեմ հաչացող պոռնկածին հակահայ վիժվածքների արարքների, որ ով փորձում է գիտեք մարդուն երբ կարելի է հայհոյել, երբ կարելի է դեմ դուրս գալ, երբ որ մարդը սխալ բան է անում, երբ որ մարդը վատ բան է անում, հակահայկական բան է անում, ոնց որ այսքան ժամանակ բոլոր ղեկավարներն են արել, Հայաստանակործան, հայակործան, ինչքան գենետիկ էլիտակար հայի, մեկը Լևոնի, մեկը Սերժի, մեկը Ռոբերտի, մեկը Նիկոլի պատճառով կամ երկրից գնացին, կամ դատվեցին, կամ սպանվեցին, ինչ ունենք այսօր, ունենք մեծամասամբ անհայրենիք բոշեքից բաղկացած, ընտրազանգված, որովհետև էլիտան այսօր ձեն տալու հնարավորություն չունի, որովհետև Սփյուռքում է, այն ով էլ Հայաստանում է շատ քիչ ու փոքր զանգված է։ Այդ ամենի արդյունքում է, որ այսօր ունենք այսենց էժանագին, սրաներա անկողին մտնող, անձնական ինչ-որ բաներ վերհանող ու դրա մասին բացահայտ գռեհիկ ձևով գրառում անող երկրի ղեկավար։ Ես հիմա ուզում եմ հարց տամ ուղիղ այն մարդկանց, ովքեր հիմա նայում են։ Թող ոչ մեկ չմտածի, երբ որ ասում եմ ժողովուրդ, տվյալ մարդը դրա մեջ չի մտնում։ Դրա համար անհատապես ուղիղ հարց եմ տալի հիմա այս տեսանյութը նայողին։ Հիմա դուք նստած լսում եք ինձ։ Մինչև տեսանյութի վերջը գնալը, հենց տեղից ես խնդրում եմ էլի ուղղակի մի հատ պաուզա տվեք, մի րոպե տրամադրեք, մի հատ մտածեք, ինչի համար եք հիմա այս տեսանյութը նայում։ Ենթադրում եմ, տենակ ես ինչ կարծիք ունեմ սրա մասին, որտև հետո փոխելու եք, նայեք մեկ ուրիշի կարծիքը, հետո այն մեկինը, ում ասացի մեջ հումորային ինչ-որ բան կլինի, որ ասեք, տեսակ ինչ ասեց, մետ լսել ես ինչ ասում բան, կամ չգիտեմ, սպասում եք երևի քֆուր լինի, կամ դուք ինքներդ ձեզ, խնդրում եմ, մի հատ հարցրեք, ինչի համար եք հիմա այս տեսանյութը նայում, հետո մյուսինը, ու մի հատ մեկնաբանությունում գրեք, էլի կոնկրետ դուք նայել եք սա ինչի համար, այս թեմային վերաբերվող տեսանյութը ինչի համար եք նայում,
Եթե ես հիմա լուծում առաջարկեմ, ասեմ սրա դեմ կա պայքարի ձև, այս է, եկեք դուրս գանք, էս անենք, են անենք։ Ձեզանից մեկը օրինակ է բերելու, որ ինքը գալիս է, բայց ամեն անգամ մարդիկ քիչ են, դրա համար ոչինչ անել չի լինում, դե էլ գանք ինչ անենք։ Այն մեկը ասելու է, ես ուզում եի գայի ու տա մի հատ վիժվածքի անուն, ով իմ կամ մեր մասին ինչ որ ես իմ ինչա հաճած է, դա վերցնում է հիմք, որտեվ սեփական ուղեղում մտածելակերպ չունի, որ վերլուծի հասկանա մի հատ լավ այսքանը, որ հաճում ես, ինչ կա տակը որպես փաստ կամ ապացույց չկա, բայց քանի որ հաճում ես, ես դրան հավատամ չգնամ։ Այն մեկը ասելու է, մեկը վերևից ամեն ինչ լուծված ու որոշված է, գանք ինչ անենք։ Ուսես նստած ենք այն իրականության հետ, ինչ ունենք այսօր։ Այս երևույթը կոչվում է Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար, ղեկավար։ Կամ ասենք ինչ ես ընկի արա դու եկեղեցու, կրոնի, տեսեք Սրբազանը կոնկրետ Բագրատը իմաշկի լուսը չի։ Բայց ինքը նույն Նիկոլի կեղծ ընդդիմության ինչ-որ արդյունք է, ու այս ամեն ինչը բազմիցս ասվել, խոսացվել է փաստերով, ամեն ինչով, չեմ ուզում հիմա դրա մասին խոսեմ, բայց արա այս ինչ գրառում է, այս ինչ էժանագին մակարդակ է, այս ինչ տոնայնություն է, ու այս երևույթը սա որոշների հրամանատարն է, որոշների ղեկավարն է, որոշների վարչապետն է։ Դուք լավ ասենք հիմա սա ինչ-որ նոր թեմա է, բոլորի համար կարծիք հայտնելու, տեսեք ես շատ չեմ ուզում որակավորում տամ, որ չդառնամ հերթական կարծիք հայտնող ու մի կողմ քաշվողը, ես լուծում եմ առաջարկում ու առաջարկելու եմ միշտ ինչքան ես կարողանամ իմ մեջ ուժ գտնեմ պայքարելու։ Նորից եմ ասում, երբ որ մարդը անում է վատ բան, հակահայկական, հայակործան, դավաճանական, պիղծ, չգիտեմ, վատ բան, այդ ժամանակ մարդուն դեմ դուրս գալ, հայհոյել, չգիտեմ, խանգարել, որ հանգարց այդ վատ բանը չանի, դա հասկանալի է։ Մի հատ հիմա դուք ձեզ ու այն բոլոր պոռնկածին վիժվածքներին, ովքեր մեր դեմ սկսեցին հաչալ ու հլը հաչում են, մի հատ հարց տվեք, ինչ վատ բան են անում կամ արել ես մարդիկ, որ այտենց բարոյական հղիություն եք տանում ու տեղեկացնեմ, որ այդ բարոյական հղիության չարապատուղը սրանց, տենց էլ չի ծնվելու, մեջները տարակելու է իրանք թույնից մեռնեն, որտև վերածննդի շարժումը, եթե հիշում եք, տոկոսային հարաբերությամբ միշտ ցուցադրվում էր, ուր ենք հասել, ինչ աստիճանի է զարգացումը եւ այլն, ու նույնիսկ այն օրերին, երբ դուրս էինք եկել ազատության հրապարակ, դեռ 61% էր։ Ու դա բոլոր այդ ամեն ինչ հաշվի առած, ոչ միայն մարդկային քանակ, ամեն ինչ։ Այդ 61%-ը այսօր մայիսի վերջի դրությամբ արդեն 65-66%-ը։ Սրանք բաներ են, որոնք կուտակվում, հավաքվում, ձեռք բերվում, արվում են ու այդ տոկոսը երբ որ կհասնի 100%-ի ու մեր մոտ ոչինչ չի ստացվի, ինչը անհնար է։ Այդ ժամանակ ես բոլոր այն վիժվածքները, ովքեր իրանց մեջ ուրախություն են գտել, թե իբր վերածննդի շարժումը չհաջողեց, ես նորից եմ ասում, նույնիսկ մեր դուրս եկած ժամանակ 100% չէր, իսկ հիմա գնալով աճում է, երբ որ կհասնի 100%, դա անհնար է որ չստացվի։ Այդ ժամանակ տենց կարակ ուրախանաք, հիմա հələ շտապում եք։ Ու ամբողջ հարցը ինչումն է, երբ մեր պայքարը նրա դեմ էր ու նրա դեմ է, ինչ ունենք այսօր, ինչից բոլորը դժգոհ են, այդ պայքարի դեմ խոսացողը հիմա ինձ ասեք նիկոլական են, թե չէ, ադրբեջանցի են, թե չէ, ինչ են, թուրք են, ինչ որակավորում տակ չեք կարող իրանց ասեք հայ, չեք կարող ասեք կին կամ տղամարդ, դրանք բոլորը էքեղեն են։ Ու այսօր ասենք նորից հերթական ինչ-որ մի բանն է, ինչի շուրջ սենց հեսա բոլորս կխոսանք ու անցանք առաջ։ Ես ուզում եմ, որ թե ընկերները, թե թշնամիները բոլորը իմանան, որ վերածննդի շարժումը
գնում է իր վերջի քայլին, ամենակարևոր քայլին։ Ու դա լինելու է կամ այս ամբողջ սիստեմի, այս հայակործան իրականության, այս դեգրադացիայի, այս ամեն վատ բանի վերջը։ Կամ ուղակի, ես ասում եմ մաքսիմալ պատասխանատվությամբ։ Լույսի բանակը գոյություն չի ունենա։ Ես կլուծարեմ այդ կազմակերպությունը, որովհետև էլ ինչ անենք, անելիք չկա, եթե չկա դրան աջակից ու չկա գնահատող, այլ կա մենակ վայրահաճող, վայրահաճները հալած կարագի տեղ ընդունող քիչ զարգացած մարդիկ ու մի փուճուր զանգված, ով աջակցում, սատարում ու պատրաստակամա ամեն ինչի։ Գիտակցելով, որ այդ քիչ քանակությամբ դժվար թե մի բան ստացվի, ես ավելի լավ է իմանամ ես միայնակ պայքարող եմ, քան հույսս դնեմ ժողովրդի վրա, հույսս դնեմ մի խոսքով դուք ինձ թվում է ինձ հասկացաք։ Բայց այսօրվա գրառումը սրա այս եկեղեցու հետևից լարելը, դուք հասկանում եք, Ադրբեջանի խոսնակն է Հայաստանում, ընդեղից մի բան ասում են, ինքը ստեղ ձևափոխում, ձևակերպում իր ձևերով ու հրամցնում է հանրությանը։ Հանրությունը ինչ է անում, խոսում է, հասնում առաջ ու վերջ։ Սա ծիծաղալու առիթ է տալի մեր վրա թե Ադրբեջանին, թե հենց սրան ու իր ինստիտուտներին, բոլորին։ Մեր լռությունը, մեր երկար ու խորը չմտածելը, ու ինչից մենք հասանք սրան։ Այն օրվանից, երբ մենք սկսեցինք արժևորել ոչ թե խնդիրների լուծումը, իրականում քաղաքական վերլուծությունը, ոչ թե Բամբաս բյուրոն, ոչ թե սահմանի դիրքերը, դրա անվտանգությունը, ոչ թե հայրենիքի համար իրոք կյանք տալու պատրաստակամ թե անհատներին, թե խմբերին, թե կազմակերպություններին, այլ սկսեցինք արժևորել սեփական ստամոքսը, գրպանի գումարը, ասենք, չգիտեմ, քֆուրը, քֆուրի տեսականիները, քֆուր տվողների տիտղոսները, ով ավելի շատ քֆուր տալի, ով քիչ, բամբասանքը, սրա նրա անկողինը, բայց էսի սիրած ունի, էսի նրա նախկին կինն է, էսի սրա ապագա մարդն է, այնի 8 հատ սիրած ունի, էսի մարդու վրից փախ ավենի կնգա, էս էժանագին ամեն ինչը բերել առաջի պլան ու երկրորդում թողել բուն խնդիրը, բուն հիվանդությունը, ասենց համատարած, այդ է բերեց նրան, որ այսօր երկրի վարչապետ կոչվածը կարողանում է այտենց գրառում անի, որը իր մեջ պարունակում է համ անարգանք ժողովրդի հանդեպ, համ նողկանք իր հանդեպ, համ բամբասանք, համ խաբար բզիկություն, համ միգուցե շարբազություն, համ այն որ ամեն վատ բան ու սա մեր համար նորմա է, որովհետև սովորեցինք կամ սովորեցրեցին սրան, որ այո, կարելի է բամբասել, սրա նրա ընտանիք մտնել, դուք ձեր կյանքը մի ունեցեք, դուք ապրեք ուրիշի կյանքով, տեսեք ով ումա դոմփում, ով ինչի համար է դոմփում, ով ոնց է դոմփել, ինչ դիրքով ու ոնց։ Ինչ հայրենիք, ինչ երկիր, ինչ բան, ինչ սա, այլ մի հատ տենանք ով ումա դոմփում, հետո երկիրը։ Ասենք ինչ է, ու այս մակարդակով մենք գնում ենք ընտրությունների, այս մակարդակին համապատասխան մեզ տալիս են քաղաքական ծրագրեր, այս մակարդակին համապատասխան մի քիչ սենց ավել բան խոսացողը երևում արդեն դու մեր վարչապետն ես ու սենց էլ ղեկավար են փնտրում, սենց էլ չգիտեմ ինչ փրկություն են ուզում, ինչից են փրկվում են դեպքում, եթե դուք հասկանում եք, դուք ուզում եք փրկվեք մի բանից, ինչին հենց դուք եք տեղ տալիս ձեր դիտումով, ձեր դրան անդրադարձով, ձեր այդ ամեն ինչը օգտագործելով, թե բառամթերք, թե միտք, թե ոչ, թե մակարդակ, ու համ էլ ուզում եք դրանից ձերբազատվեք, այդ ոնց է լինում դա։ Նախ տեղ մի տվեք այն ամենին, ինչը կարևոր չի, ինչը դեգրադացնող է, ինչը ոչ մի տեղ չի տանում, ինչը ամոթ է,
ինչը չի կարելի տեղ մի տվեք, նոր հետո փորձեք դրանից ձերբազատվել, ոչ թե տեղը տվեք, այն ուռուցքի պես այդ ամենը մետաստազներ դա տարածվի ամբողջ երկրով մեկ, բոլորի աչքի առաջ ու փորձեք դրանից ձերբազատվեք, տես չի լինում։ Ու ասենք սրա գրառումն է այդ նորաձև կրթվելու ինչ որ արտահայտում, ես ինչ է ես չեմ հասկանում։ Ակամայից գիտեք ինչ եմ մտածում, ասում լավ, ես եկեղեցին որ ձեն չի հանում, օրինակ վեհափառն է, մյուսն է, վերջի վերջո դուք ներկայացնում եք կառույց, որը արտահայտում է ամբողջ հայազգի կրոնի, հավատամքի, հավատքի, այդ կերպարը, ինչի համար դարերով կրոնի համար մարդիկ են զոհը իրան ժայռերից գցելու, զրկանքների, կտանքների ենթարկու բերե հասցրել են սրան, որ այսօր Քոչարյանը բերի սրբազան հասկացողությունը ոչնչացնի Բագրատով, այսօր մարդկանց ասում է սրբազան, եթե այն ժամանակ վերաբերմունքը այդ բառին այլ էր, հիմա մարդիկ կամ ծիծաղում են, կամ ձեռն սենց թափ տալի են, որ լավ ինչ սրբազան։ Այս մեկը դրել է անգելա եկեղեցու ու կրոնի հետևից, լավ ինչ եք ուզում, ու երբ որ ոչ վեհափառնա ձեն հանում, ոչ մի ինչ որ սենց կտրուկ արձագանք չկա, ասում ես լավ կարող է այս մարդկանց տակ մի բան կա, ձեն չեն հանում, որ Նիկոլա ավելի չխորանա։ Իրավունք կա, չէ՞ տենց մտածելու, խի չեք արձագանքում, ինչի չեք ձեն հանում, ինչի չեք մի հատ, ես չգիտեմ, ինչ եք անում։ Ու մի փոքր նկատառում հուշում ու հիշեցում, ամբողջ քաղաքական դաշտում, նայեք ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, միակ մարդը ես եմ, ով հələ մի քանի տարի առաջվանից, երբ որ բարձրաձայնեցի, որ Հայաստանը չունի պետական կրոն 95 թվականի հուլիսի 5-ից, Լևոնի Արաց հանրաքվեի արդյունքում, այն որ գլուխ են գովում 301 թվից մենք ենք առաջի քրիստոնյան, դա տևել է մինչև 95 թիվ, 95-ից մինչև այսօր արդեն 30 տարի է։ Հայաստանը աշխարհիկ պետություն է, քրիստոնյա պետություն չի, ու միակ մարդն եմ, որ հայտնել եմ պատրաստակամություն պայքարելու, որպեսզի Հայաստանում վերականգնվի քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ես հանդիպեցի մի քարտեզի, որտեղ գույներով նշված են այն պետությունները, որոնք ունեն պետական կրոն, ու մեծամասնությունը աշխարհի նշված էր մոխրագույնով, ու դրանք այն պետություններն են, որոնք չունեն պետական կրոն, ու այդ պետական կրոն չունեցող պետությունների մեջ նաև Հայաստանն է։ Չի բերում Հայաստանի պետական կրոն։ Կրոնը Հայաստանում այդ նույնն է, ոնց որ օրինակ, չգիտեմ, ասես դրոշները Հայաստանում, ոչ թե Հայաստանի պետական դրոշ, այլ դրոշները Հայաստանում, որ աշխարհի դրոշներից կա, կամ լեզուները Հայաստանում, ռուսերեն, անգլերեն, ինչ ասես կա, բայց պետական լեզու հայերենն է, ու նույն ձևակերպմամբ բերում է կրոնը Հայաստանում, ոչ թե Հայաստանի պետական կրոն։ Այդտենց որ վերցնես կրոնը Հայաստանում կա նաև իսլամ, այդ մեջիթը ինչ է մարա Մաշտոցի պողոտայի վրա։ Տեսեք, այսօր որ բացեք հայ առաքելական եկեղեցի, տեսեք ինչ է գրված է կրոնական կառույց։ Նույն ճիշտ այնպես, ինչպես որ գրանցված են կյանքի խոսքը, Եհովայի վկաները ու բոլոր քրիստոնեական ճյուղավորումներն ու աղանդներն ու ամեն ինչը գրանցված է ճիշտ նույնպես, ինչպես առաքելական եկեղեցին, կրոնական կառույց, վերջ։ Դրա համար այսօր աղանդները իրանց պահում են հավասար առաքելական եկեղեցում։ Ես ասել եմ, այն ինչը խանգարում է իմ գաղափարախոսությանը, իսկ դա աղանդներն են նաև, ես սկսելու եմ ձևավորել պահանջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ճանաչի պետական կրոն, Հայաստանը պետք է ունենա պետական կրոն։ Դիմել եմ տարբեր հոգևորականների, բոլորը ինչ որ վախեցած, մենք տես բան չենք անի, ում դիմել եմ, բոլորը ասելով, բոլոր նրանք ում դիմել եմ։
ու մտածում եմ լավ էս մարդիկ ինչից են վախում, ինչից են մի հատ կարող է վերջապես եկեղեցին մի հատ ձայն հանի ինչ որ թեկուզ զանգի տեսքով որ հասկանանք չէ էս մարդկանց տակը բան չկա մաքուր են մենք էլ թիկունքներին կանգնած ինչ է եղել իրար հետ հասկանանք էս ինչ են անում մեկը սրբազան հասկացողությունն է հանում պախարակում իր քաղաքական շահերի խաթր այն մեկը կոնկրետ ուղիղ տեքստով կպնում է եկեղեցուն ու ասենք հետո դե ձեն մի անեք ասենք անունը դրեք դուք քրիստոնյա եք մարդիկ էլ գան խոնարհվեն ձեր առաջ ինչի համար որ չեք կարող պաշտպանեք անգամ ձեր որևէ տիտղոսի հասկացողության կրոնի գմբեթի խաչի պատիվը սա ուղիղ անպատվում է եկեղեցուն կպնելով մի սրբազանի այդ մակարդակով ոչ թե քննադատական ոչ թե քաղաքական քննադատությունն է ոչ թե դա հասկանալի ու նորմալ է եթե սրբազանը մտնում է քաղաքականություն բայց այս աստիճանի անձնական էժանագին մակարդակի գրառում ու ոչ վեհապարից ոչ եկեղեցուց ոչ մեկից ձեն չկա ես իրավունք ունեմ մտածելու որ ձեր տակը մի բան կա որ չեք ուզում բացահայտվի որ սա չբացահայտի դրա համար ձեն չեք անում ունեմ այդ իրավունքը ու ես տենց մտածելու եմ այնքան մինչև դուք ձեն չհանեք շատ կտրուկ ու շատ կոնկրետ նենց որ իրար մեջ գցեք բռնեք ինչ եք անում ով ումից ինչ ա ուզում ով ում ինչ ունի տալու դե իսկ ժողովուրդն էլ ինչ ասեմ ժողովուրդ ջան նստեք նայեք թերթեք առաջ տվեք հետ տվեք մյուսին նայեք ամեն դեպքում իմ վերջի հույսն է որ մեր վերջի քայլին ամենապատասխանատու քայլի ժամանակ որը ոչ մի օրից է այդքան շուտ ոչ էլ մի տարուց է այդքան ուշ որոշ ժամանակ անց մենք անելու ենք մեր ամենագլխավոր ու վերջնական քայլը սա Բագրատի շարժումը չի մի հատ էլ հեսա էլի կանենք հիմիկվանից ասում եմ պատասխանատուորեն ամենավերջի քայլը որից հետո ես էլ անելիք չունեմ որովհետև ձեզ պետք չի դուք մերվել եք այս իրականության հետ դուք սիրում եք ամեն օր կապ չունի լավ իմաստով թե վատ բայց լսելու Լևոն Տեր-Պետրոսյանը ասեց, Սերժ Սարգսյանը պատասխանեց, Ռոբերտ Քոչարյանը վերլուծեց, Նիկոլ Փաշինյանը տուֆտեց, կամ հակառակը, կամ տեղերով փոխած, այդ 4 անունները հատվեք, չեք ուզում, որ ասում է լավ բանը, երբ որ մարդուն առաջարկում են, չի ուզում, զոռով չեն փաթաթում վզին, դուք գիտեք, անկեղծ դուք գիտեք ժողովուրդ, դուք կարաք նստեք ձեր ուժերի վրա կասկածեք, մտածեք դե ես ինչ կարամ անեմ, վերևից արդեն որոշված է Վերևից որոշվում այն ժամանակ, երբ որ դուք ոչինչ չեք անում, պարզա մեկը պետք է ձեր փոխարեն որոշի, թե չէ, եթե դուք չեք որոշում, եթե դուք չունեք վճռականություն, եթե դուք ունեք վախեր, եթե դուք ունեք կասկած, եթե դուք ունեք այն մտածելակերպը, որ կարաք ցանկացած պախարակում կամ շար կամ զրպարտանք վերցնել որպես հիմք, նստել դրա հետ ու չմիանալ նրանց, ովքեր պայքարում են, մեզ, իսկ մեզ միտումնավոր պախարակում ու խանգարում են ովքեր, մենակ հակահայ պոռնակածին վիժվածքները, ինչի համար են իրանք պոռնակածին հակահայ վիժվածք, որովհետև իրանք խանգարում ու դեմ են բարբաջում ու հաչում մարդկանց ու շարժման, որը շարժումը բխում է բացառապես հայ ու Հայաստանի նպատակներից ու շահերից, մենք էլ ով ենք ամբողջ լույսի բանակը բաղկացած է իրական հայերից, ովքեր կամավորական հիմունքներով պատրաստ են հանուն հայրենիքի ամեն ինչի, էլ չեմ խոսում ջոկատներից մասին, թող մեկը բարբաջի, դուք դա վերցրեք հիմք, այդ գիտեք ինչի անման են, որ ասում է դուք երբևէ, սենց մի հատ բան կար, չեմ հիշում ով էր Սարգե, հարցազրույցի պես մի բան էր, ասում է դուք երբևէ տեսել եք, որ լույսի բանակը հակահայկական բան անի, ձեր աչքով տեսել եք, ասում է չէ, ասում է իսկ դուք երբևէ տեսել եք, որ լույսի բանակը ինչ-որ մի բան անի, որը նպաստում է, օրինակ դիրքերին, զինվորին, հայ ծերերին, մանուկներին, ասում է հա, ուստեղ ոնց չասես այդ մարդուն հիմար, որ իրա տեսածին ինքը չի հավատում, բայց հավատում է ինչ-որ մի հատ վիժվածքի բարբաջանքի, ով շարը վերցնում, ամենանագլի ձևով գցում է գրպաններս, հիմա հիմար է այդ մարդը, թե չէ,
որ իր աչքով տեսածը, որ Լույսի բանակը ինչ արել է անում է հանուն հայի ու Հայաստանի, դա ինքը տեսել է, բայց այն ինչում մեզ մեղադրում են ինքը ոչ տեսել է, ոչ փաստ ունի, ոչ մի, բայց դրան է հավատում։ Դա կամ կույր է, կամ հիմար է, կամ ես չգիտեմ ինչ է։ Դրա համար ես խոսքս ուղղում եմ խելացի մարդկանց, ովքեր իրենց տեսածին են հավատում, ոչ թե լսածին։ Ու վերջապես ես պատասխանատու եմ իմ ասածների ու արածների համար, ոչ թե նրա համար, թե ով ինչա հաճում իմ մասին։ Ու նորից եմ ասում, վերջի քայլը ամենակարևոր այն տոկոսները, երբ որ կհասնեն 100-ի, մենք անելու ենք այդ քայլը։ Ու դուք ժողովուրդ, խելացի ժողովուրդ, ովքեր իրենց տեսածին են հավատում, ոչ թե ամեն մի էքի հաճացածին։ Դուք ուղղակի պարտավոր եք կանգնել մեր կողքին, որովհետև սա հանուն ձեզ է, ինչպես նույնը բոլորիս, իմ, Լույսի բանակի անդամների, ձեր հարազատներ, բոլորիս համար է, դրա համար բոլորս ենք պարտավոր ու պետք է կանգնենք իրար կողք ու վերջապես վերջ դնենք այս մարազմին, այս հայի վրա ծիծաղալ տվող իրականությանը, ներկա ու նախկին իշխանություններին, վերցրած մեր բոլոր նոր ծրագրերը, որոնք նորից եմ ասում, կրկին բխում են միայն հայի ու Հայաստանի պետականության, ինքնիշխանության, ազգայինի շահերից ու շարժվենք առաջ։ Ծրագրերն էլ շատ շուտով, մանրակրկիտ, դրվագ, կետ առ կետ, բոլորիդ այսպես հանրային կերպով, հենց YouTube-ով կներկայացվեն։ Ու ամենավերջում մի հատ ուզում եմ Նիկոլին հարց տամ։ Գրառումը բառացի չեմ հիշում, բայց սենց էր։ Գնա այս ինչին դոմփի, ինձանից ինչ ես ուզում։ Ուզում հասկանամ, քեզ էլա փորձել դոմփի, որ ասում ես ինձնից ինչ ես ուզում նրան դոմփի։ Զուտ հետաքրքրեց այդ մտքիդ արտահայտումը։ Չես հասկանում խառն է, Հայաստանում ամենին շատ խառն է, դզել է պետք ու լուծել։ Իսկ դա կարող եմ անել ես ձեր հետ միասին։ Ոչ մեկ ոչինչ չի անելու բացի ընտրությունների գնալուց։ Կարա գնաք ընտրությունների Նիկոլի օրոք, Նիկոլի ընդդիմության հետ ու ինչ-որ հույս ունենալ, որ իրական ընդդիմադիր ուժը, ով իրանց հետ միգուցե և գնա ընտրության, այսքան շանս ունի անցնելու, տենց միամիտ գնացեք ընտրությունների, կմնա կամ Նիկոլը, կամ նա ում պետք է Նիկոլը հանձնի իշխանությունը։ 18 թվին ընտրեցին իբր հեղափոխության տարբերակը, Սերժը հանձնեց Նիկոլին, հիմա կընտրեն իբր ընտրությունների տարբերակը, Նիկոլը կհանձնի, ասենք Սերժին, կամ Քոչարյանին, կամ իրանց մարդկանցից մեկին ու սենց անընդհատ այս բանի մեջ կժարիտվենք, էլի։ Այսքանը հայր ջան, ես չգիտեմ, լավ մնաք ասեմ, ուրախ մնաք, շարունակեք գրառումներ անել, կարծիք հայտնել, ես էլ իմ կարծիքը հայտնեցի ու սենց կարծիք հայտնելով ապրենք գործ, կանենք էլի, հələ թե զբաղմունքը կա, խոսանք, բան անենք, մի օր գործ կանենք, ինչ ասեմ, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։